Իսրայելական հարվածների երրորդ օրը Իրանում զոհերի թիվը հասել է 224-ի, վերջին պաշտոնական տվյալով վիրավորների թիվը 1200-ից ավելի է։ Թեհրանում օդային հարվածների են ենթարկվել արտգործնախարարության, հետախուզության եւ ազգային անվտանգության նախարարության շենքերը։ Վիրավորվել են դիվանագետներ։ Այսօր վաղ առավոտյան իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին եւ Հայֆա նավահանգստային քաղաքին։ Իսրայելի կառավարությունը արտակարգ դրության ռեժիմը երկրում երկարաձգել է եւս 15 օր մինչեւ հունիսի 30-ը։ Թել Ավիվի խիտ բնակեցված թաղամասում մի քանի բնակելի շենքեր ավերվել են հարվածից, վնասվել են նաեւ այն շենքերը, որոնք գտնվում են Միացյալ Նահանգների դեսպանատանը շատ մոտ։ Իրանի հրթիռային զորքերը նախօրեին հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Իրանից Իսրայել արձակվել է շուրջ 150 բալիստիկ հրթիռ եւ 100-ից ավելի դրոն։ Վերջին պաշտոնական տվյալով Իսրայելի կողմից զոհվել է առնվազն 24 մարդ, կան տասնյակ վիրավորներ, այդ թվում երեխաներ։ Ցախալը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իրանի կենտրոնական շրջաններում հրթիռային հենակետերի։ Իրանական մեհրը հայտնել է, որ իրանական կողմի հարվածները թիրախավորել են Իսրայելի Հադերա քաղաքի էլեկտրակայանը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ընտանիքի Կեսարիայում գտնվող նստավայրը։ Հայտնի է, որ եւս երկու իրանցի բարձրաստիճան պաշտոնյա է զոհվել։ Նեթանյահուն սպառնալիք է միջազգային համակարգի համար։ Պուտինին հեռախոսով ասել է Էրդողանը ու պնդել, որ տարածաշրջանը չի կարող թույլ տալ նոր պատերազմ։ Թուրքիայի նախագահը կրկին միջազգային խաղաղարարի դեր է փորձում ստանձնել։ Նա խոսել է նաեւ Իրանի նախագահ Փեզեշքյանի հետ։ Էրդողանն ասել է, որ Իսրայելի հարձակումները միջազգային իրավունքի ակնհայտ խախտում են, որոնք ուղղված են ողջ տարածաշրջանը պատերազմի մեջ ներքաշելուն։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն էլ փորձում է սաբոտաժի ենթարկել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Ըստ Թուրքիայի նախագահի, Իսրայելը Իրանի վրա հարձակումներով փորձում է շեղել աշխարհի ուշադրությունը Գազայի ցեղասպանությունից։ Անկարան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իսրայելի հետ հակամարտության արագ ավարտի եւ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալու գործում։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հետ զրույցում եւս Էրդողանն ասել է, որ պատրաստ են կանխելու աղետը, որը ամբողջ տարածաշրջանի գլխին է կախված։ Մինչ Իսրայելն ու Իրանը հրթիռային հարվածներ են փոխանակում, 50 րոպե հեռախոսով խոսել են Պուտինն ու Թրամփը։ Ռուսաստանի ղեկավարը դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունները։ Թրամփը իրավիճակն անվանել է մտահոգիչ։ Գերտերությունների ղեկավարները քննարկել են նաև Ռուսաստանի հնարավոր միջնորդությունը։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։